Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, շարունակում ենք մեր աշխատանքային շաբաթը, շարունակում ենք վերլուծել միասին գրաֆիկներ եւ բացել գործարքներ։ Ուրեմն ժողովուրդ ջան, մինչ այսօր գործարքներ բացելը կցանկանամ ձեզ ցույց տալ եւ ասել, չգիտեմ, ովքեր գիտեն լավը, ովքեր որ չգիտեն, թող իմանան, ինչա ընդհանրապես տնտեսական օրացույցը ու էկոնոմիկի կալենդարը։ Ուրեմն ժողովուրդ ջան, սա այն կայքն է, որ ես միշտ նայում եմ մինչ իմ աշխատանքային սեանսին անցնելը, քանի որ այստեղ երևում են տարբեր արժույթների մասին նորությունները, երբ դուրս կգան, երբ են դուրս եկել եւ ինչու են դրանք կարևոր, քանի որ այս նորությունները ազդում են այս գրաֆիկի վրա եւ ուշադրություն չդարձնելը, անուշադրության մատնել արդեն իսկ կարող է բերել մեր գործարքների մինուս լինելուն։ Դրա համար խորհուրդ եմ տալիս միշտ ձեր աշխատանքային սեանսին անցնելը, միշտ գործարքները բացելը, ժողովուրդ ջան, մտեք այս կայքը, որը որ կոչվում է ruinvesting.com, տնտեսական օրացույց կամ էկոնոմիկի կալենդար ու նայեք, որ ձեր աշխատանքային սեանս սկսելուց գործարքներ բացելուց 15 րոպե առաջ եւ 15 րոպե հետո չլինեն 2 աստղանի եւ 3 աստղանի նորություններ, հիմա այսպես կարճ ասեմ եւ եկեք անցնենք բուն թեմային։ Ուրեմն եկեք այստեղ ավելացնենք բոլոր արժույթային զույգերը, որոնք որ ունեն 70 եւ ավելի բարձր տոկոսայնություն, գտնենք հարմար սիտուացիա եւ բացենք գործարքներ։ Ուրեմն, ինչ ենք տեսնում տվյալ գրաֆիկում, ինչպես կարող ենք վերլուծել տվյալ գրաֆիկը։ Անձին աչքով երևում է դեպի ներքև շարժվող թրենդը, որում որ տեղի են ունենում այսպիսի դեպի վեր կարեկցիան է։ Դե բնականաբար, եթե թրենդը դեպի ներքև շարժվող է, դեպի վերև այսպիսի շարժերը կոչվում են կարեկցիաներ։ Սակայն նաև պետք է նկատել, որ այս կարեկցիաների ավարտից հետո, այսինքն այս կարեկցիաները երբ որ ավարտվում են եւ գինը շարժվում է իր թրենդով դեպի ներքև, տեղի են ունենում կտրուկ վաճառքներ, կտրուկ հոսք դեպի ներքև, որը որ արդեն իսկ շատ հարմար սիտուացիա է, քանի որ այստեղ երկշռող ուժը այս դեպի ներքև հոսքում, կտրուկ որ շարժվում է գրաֆիկը դեպի ներքև, երկշռող ուժը դա դեպի ներքև ձգող ուժն է, որի հետ մենք պետք է արդեն շարժվենք միասին, օգտվելով թրեյդինգի բազային եւ տեխնիկական գիտելիքներից։ Ինչպես նաեւ այստեղ տեսնում եմ, որ գինը կտրուկ կերպի մոտեցել է այս ուռևենին եւ հավանաբար այն հեսա արդեն կլինի պրաբոյ, այստեղ կլինի պրաբոյ եւ գինը կշարժվի դեպի ներքև եւ կթարմացնի իր նախորդ մինիմումը, բնականաբար։ Այստեղ մեզ մնում է անցնել 5 վայրկյան time frame-ի եւ սպասել, որ նախորդ մոմի վերջին 10-15 վայրկյանների ընթացքում կերևա այդ ակտիվ շարժը դեպի ներքև եւ մենք կբացենք գործարք։ Այստեղ արդեն կարող ենք $80 հանգիստ մեր առաջին գործարքի չափը գրել $80, քանի որ արդեն մեր դեպոզիտը թույլ է տալիս եւ $80-ը 1%-ն է կազմում, պետք է նաեւ հիշել risk management-ի եւ money management-ի մասին։ Եկեք սպասենք։ Այստեղից բացում եմ իմ առաջին գործարքը, այսօրվա առաջին գործարքը, ժողովուրդ ջան, քանի որ նախորդ մոմի վերջին 10-15 վայրկյանների ընթացքում այն ակտիվ շարժը, որը որ սկսվել էր, այն ակտիվ հոսքը, որը որ մենք վերլուծեցինք եւ հասկացանք, գինը ցույց է տալիս, որ այն շարունակվում է։ Հավանաբար այստեղ կլինի մինուս, պատրաստենք դագոն $160, գինը ամենայն հավանականությամբ ձգտում է այս զրոյական ուռևենին հորիզոնական, այստեղից բացում եմ իմ առաջին դագոնը, քանի որ ժողովուրդ ջան, նախապայմանները այստեղ գործարք բացելու ակնհայտ են։ Նախ առաջին հերթին նախորդ մոմի վերջից դրվեց հաջորդ մոմի ֆունդամենտը, որը ակնհայտորեն ուղղված է դեպի ներքև։ Երկրորդը այստեղ կա հորիզոնական շատ լավ երևացող զրոյական ուռևեն։ Մեր առաջին պլյուսը վերցրեցինք, անմիջապես բացում եմ երկրորդ գործարքը։ Վերցրեցինք մեր պլյուսը, սպասենք
Գրաֆիկի երկու ելք է այստեղ հնարավոր, առաջինը որ կլինի retest այս հորիզոնական զրոյական ուռովին, որից հետո արդեն կշարժվի ակտիվ դեպի ներքև, կամ կգնա այսպիսի local տեղական մասում flat բակավիկի պրաբոյ ու գինը արդեն կշարժվի ակտիվ դեպի ներքև։ Երկու դեպքում էլ գործարք բացելու լավ նախապայմաններ են լինելու։ Այստեղից բացում եմ երրորդ գործարքը։ Ժողովուրդ ջան, ուղղակի չգիտեմ, տևեց այս տարգովի սեսիան 15-20 րոպե, վերցրեցինք մեր 3 գործարքները, որը որ արդեն համարում եմ բավական է, արտագրվեք, որպեսզի բաց չթողնեք հետագա տեսահոլովակները։ Բոլորիդ մաղթում եմ պրոդուկտիվ շաբաթ, միայն պլյուսավոր գործարքներ, հաջողություն։